Շախմատում խաղի մեկնարկին, օրինակ, նավակը և զինվորը իրար կողք չեն լինում, բայց մեր երկրի հանրակրթական դպրոցներում երրորդ դասարանի աշակերտի կողքին կարող է նստել իր տարեկիցը, չնայած որ առաջին անգամ է այստեղ ոտք դնում։ Դպրոց հաճախող երեխաների 20%-ը հասակակիցների հետ չի սովորում։ Կրթության նախարարի հրամանը նախորդ տարվանից պահանջ սահմանեց, որ արդեն ընթացիկ ուստարում օրենքով սահմանված ժամկետից ուշ, այսինքն օրինակ 7-8 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխաները ուսումնառությունը սկսեն ոչ թե առաջին, այլ այն դասարանից, որտեղ իրենց տարեկիցներն են։ Պետք լինի երկրորդ, պետք լինի երրորդ։ Հիմա ունենք նույնիսկ մեկ երեխա, ում առաջին սեպտեմբերի 1-ը 4-րդ դասարանից է սկսվել։ Սուրանգյան զրուցակիցը, ով նախընտրեց անանուն մնալ, պատմում է. հանգամանքներն են ստիպել երեխայի 6 տարեկանը լրանալուց հետո միանգամից դպրոցի ճամփան չբռնել։ Հիմա տղան երկրորդ դասարանում է սովորում։ Դե բարդ է հարմարվում, չգիտեմ, կարող է առաջինում էլ նույն խնդիրներ ունենալ, չեմ կարող ասեմ, բայց դե զգում եմ էլի, որ ինքը հələ իր դասարանցներից հետ է, իր ապաշարը շատ թույլ է։ Այն, որ 6 տարեկանից հետո դպրոց գնացող երեխաները միանգամից նստելու են իրենց տարիքին համապատասխան աշակերտական աթոռին, բուռն քննարկումների պատճառ էր դարձել դեռ այն ժամանակ, երբ նախարար Ժաննա Անդրեասյանն արձակեց հրամանը։ Տեղակալներից Արաքսիա Սվաջյանն էր հիմնավորել, ձեռքի տակ տվյալներ ունեն, որ յուրաքանչյուր տարի դպրոցական տարիքի երեխաների շուրջ 10%-ի համար այդպես էլ առաջին զանգը չի հնչում։ Կան նաև պատճառներ, երբ ծնողները նպատակահարմար այս կամ այն պատճառով չեն գտնում երեխային ժամանակ տանել դպրոց։ Երբեմն լուրջ չեն վերաբերվում այդ տարիքային շեմին եւ իրենք են որոշում, թե երեխան երբ կարող է գնալ դպրոց։ Իսկ դա բնականաբար հանրակրթության մասին օրենքով կարգավորված է եւ յուրաքանչյուր տարի բոլոր այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է տվյալ տարվա ընթացքում, պիտի դպրոց ընդունվեն։ Միանգամից ասենք երկրորդ կամ երրորդ դասարանում հայտնվող երեխաների հետ կապված ռիսկեր կային, նախարարությունում գիտեին, հետքայլ չարեցին։ Դպրոցները լրացուցիչ աշխատանքներ կիրականացնեն, որպեսզի երեխաների հետ կրկնակի փորձեն հնարավորինս արագ աշխատել եւ իրենց բերել հասցնել երկրորդ դասարանի ծրագրին։ Եվ ահա մարդու իրավունքների պաշտպանը որոշում է, սա խախտում է երեխայի իրավունքները, անտեսում նրա լավագույն շահը։ Սա նաև լրացուցիչ ծանրաբեռնվածություն է երեխայի համար, երեխան երկարօրյա դասընթացների է մասնակցում, այլ խմբակներ է հաճախում, որպեսզի կարողանա հասցնի եւ այստեղ միշտ չէ, որ լիարժեք է կարողանում յուրացնել նյութը, եւ դրանից զատ առաջանում է երեխայի հանգստի եւ ժամանցի հետ կապված խնդիր, որովհետև իր տարիքին համապատասխան, իր նախասիրություններին համապատասխան երեխան չի կարողանում լիարժեք նաև այդ իրավունքը իրականացնել։ Օմբուդսմենը մինչև օրս շարունակ բողոքներ է ստանում, այս հարցով թեժգիծը շատ թեժ է։ Մեր ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ երեխաները, ովքեր որ անմիջապես երկրորդ դասարան են հաճախել, ունենում են վախի, անհանգստության զգացում, կարող են նաև հուզական այլ լացի դրսևորումներով լինել։ Երեխաները նաև համադասարանցիների հետ շփման ընթացքում ունենում են խնդիրներ, մասնավորապես այն երեխան, ով չի հաճախել առաջին դասարան, բնականաբար երկրորդ դասարանում իր համադասարանցիները հաշվել, գրել, կարդալ, գիտեն, ինքը այդ առումով կարող է իրեն առանձնացված զգալ, որովհետև այլ կերպ է կարողանում դա իրականացնել։ Խնդիրները, որոնց անպայման բախվելու է առաջին անգամ դպրոցում հայտնված երեխան, ում մեկնարկն ուսումնառության ճանապարհի սկզբնակետից չէ, շարունակում է թվարկել կրթության փորձագետը։ Առաջին դասարանը դպրոցում դա ոչ միայն գիտելիքների կամ տարիքայինների հետ շփվելու հնարավորություն է, այլ առաջին հերթին ադապտացիայի շրջան է, երբ որ երեխան սովորում է սովորել, հմտություններ ձեռք բերել եւ իրեն դրսեւորել որոշակի միջավայրում։ Ընդ որում շատ արագ է փոխվում այդ միջավայրը եւ եթե դու մարդուն դնում ես միանգամից արդեն ձևավորված սոցիալական միջավայրի մեջ, որովհետեւ երկրորդ դասարանում արդեն ձևավորվում է այդ դասարանը։ Բոլորը իրար գիտեն երեխաները, ուսուցիչը գիտի յուրաքանչյուրի ունակությունները եւ մեկը ավելացնելով մի երեխայի ուղղակի նրան մեկուսացման ռիսկեր է պարունակում այդ գործողությունը։ Ընդ որում մարդու իրավունքների պաշտպանն արդեն տարիներ ի վեր բարձրացնում է նաև նախադպրոցական հաստատությունների հասանելիության խնդիրը։ Հայաստանում գյուղեր կան, մանկապարտեզներ չունեն, երեխան տանն է մեծանում 6 տարեկանից էլ դպրոց չգնա, 7-ում օրինակ միանգամից կհայտնվի երկրորդ դասարանում, առանց այն հմտությունների, որոնք ըստ մասնագետների անհրաժեշտ են ուսումնառության փուլում։ Միջազգային չափանիշներին համապատասխան պետությունը պարտավոր է երաշխավորել երեխայի նախադպրոցական
կրթության իրավունքը եւ ինչու է այսքան կարեւորություն տրվում դրան, որովհետեւ վաղ տարիքում, հենց նախադպրոցական հասակում, հատկապես հաստատություն հաճախելու պայմաններում երեխայի մոտ այնպիսի հմտություններ են ձևավորվում, դրանք սոցիալական, ճանաչողական, կրթական գործընթացի կազմակերպման տեսանկյունից կարևոր հմտություններ են ձևավորվում, որոնք երեխային հնարավորություն են տալիս ավելի պատրաստ լինել դպրոցական կյանք մուտք գործելու։ Ինչ է ասում միջազգային փորձը, այստեղ կրթության ոլորտի մասնագետը շեշտում է դպրոց ուշ հասած երեխայի դասարան ընտրելու հարցի առաջ կանգնելիս պարզապես հաշվի են առնում երեխայի ունակությունները, ըստ դրա էլ կողմնորոշվում նրան տանել տարեկիցների, թե տարիքով փոքրերի դասարան։ Կան այսպես ասած bridging կամ անցումային դասարաններ, երբ որ երեխան ոչ թե ամբողջ ընթացքում մի դասարանի հետ է իր ժամանակը անցկացնում, այլ օրինակ մի մասը առաջի դասարանցիների հետ, մի մասը երկրորդ դասարանցիների հետ եւ յուրաքանչյուր երեխայի համար գծվում է նախապես համապատասխան հետագից, թե նա ինչպես է հասնելու իր տարեկիցներին։ Վերադառնալով մեր կարգավորումներին, երեխայի 6 տարեկանը լրացել է, նա դպրոց չի եկել, այն ինչ կարող է անել պետությունը, նրան միայն իր տարեկիցների դասարան ուղարկելն է, իսկ արդյոք պետք չէ, որ պատասխանատուներին հետաքրքրի, ուր է այս երեխան, որ եկել, հատել է համապատասխան տարիքի շեմը, բայց եւ ոչ մի մատյանում նրա անունը չկա։ Պետությունն ունի պոզիտիվ պարտականություն այդ հարցում։ Միանշանակ պետությունը պետք է բավարար չափով միջոցներ ձեռնարկի պարզելու, միանշանակ երեխան ինչու չի հաճախել եւ ինչն է պատճառը։ Եվ պատճառների ուսումնասիրության արդյունքում եթե կհայտնաբերվեն դեպքեր, որոնք ծնողների կամ այն անձանց, ովքեր երեխայի համար պատասխանատու են, չեն իրացրել կրթական իրավունքը, այսինքն ոչ օբյեկտիվ պատճառներ կային դրա համար, միանշանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն ապահովելու այդ իրավունքը։ Իդեպ մարդու իրավունքների պաշտպանը թեպետ որոշել է, որ կրթության նախարարի համապատասխան հրամանը երեխային ոչ թե առաջին, այլ իր տարիքին համապատասխան դասարան ընդունելու վերաբերյալ խախտում է երեխայի իրավունքը, սակայն օմբուդսմենը այդ խախտումը բերող հրամանի չեղարկման մասին նկատենք չի խոսում։ Մենք առաջարկել ենք, որպեսզի օրենսդրական դաշտը լավարկվի, որպեսզի օրենսդրական համապատասխան փոփոխություններ լինեն, որպեսզի այս խնդիրը լուծվի, հետեւաբար չեղարկելու խնդիր չի, այստեղ պետք է այնպիսի կարգավորում լինի, որ այս խնդիրը համարվի լուծված։ Սա խնդրահարույց է, որովհետև մենք որքան էլ միջավայրը փորձենք ստեղծել, միևնույն է մենք չենք կարող ապահովել երեխայի լիարժեք իրավունքները, եթե մենք այդ ամեն ինչը իրականացնում ենք երեխայի մեկ այլ իրավունքների խախտման հաշվին, այսինքն հոգեբանական, առողջական, հանգստի, այսինքն որքան էլ մասնագետը փորձի առանձնահատուկ վերաբերմունք ցույց տա երեխային, միևնույն է երեխայի այլ իրավունքների հաշվին է լինելու։ Մասնագետներն ասում են, երբ համակարգը փորձում է մեկ որոշմամբ լուծել մի քանի խնդիրներ, հաճախ ստացվում է ոչ թե լուծում, այլ նոր անհավասարակշռություն։ Դասարաններում երեխաների տարիքն իրար կարող է համընկնել կամ առնվազն հնարավոր է այդ համապատասխանեցումն անել, բայց փաստացի պատրաստվածությունը միանգամից անհնար է հավասարեցնել, նույնը նաև փորձառության եւ զգացողությունների օրինակով, եւ փորձագետները պնդում են, հենց այդ տարբերությունների մեջ է, որ որոշվում է դպրոցը դառնալու է երեխայի համար հնարավորություն, թե փորձություն։ Գուցե հարցը միայն այն չէ, թե որ դասարանից է սկսվում առաջին սեպտեմբերի 1-ը, այլ արդյոք այդ օրը իսկապես դառնում է կրթության սկիզբ, թե պարզապես հերթական քայլը մի ճանապարհի վրա, որտեղ երեխան ստիպված է հասնել դեռ չպատրաստված։ Իդեպ կրթության նախարարությունը եւս դիմել էր Սուրանկյունը, ներկայացնելու նաև իրենց գնահատականները, սակայն կարճ արձագանք ստացանք։ Մարդու իրավունքների պաշտպանի որոշման հարցը չեն մեկնաբանի, եւ օդում է մնում պարզ հարցը, եթե չունի խորը խութեր խնդիրը, ինչու այստեղ ընդհանուր հայտարար չունեն օմբուդսմենն ու նախարարը։ Էդուարդ Պողոսյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրանկյուն։